բացարձակային իմաստով։ Ներկայումս մեր գործընկերները ծրագրատեխնիկական բաղադրիչի վրա իհարկե աշխատում են, բայց Ներքին գործերի նախարարությունն նաև մտածել է այլ ընտրանքների մասին, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան, պարոն Գևորգյանը ավելի մանրամասն կներկայացնի, թե գործնական ջանքեր արդեն ձեռնարկված են։ Այս պահի դրությամբ բոլոր հաշվառման քննական ստորաբաժանումներում, ցուցատախտակներում փակցված են չափորոշիչները իրենց գներով, ինչպես նաև սպասարկման սրահներում առկա է համակարգիչներ, որտեղ կարող են քաղաքացիները որոնել։ Իսկ Ռոատպոլիս կետային կայքը ուղղակի տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին չի որոնում։ Նախկին ձևաչափով մեծ բանջարք ունեցող համարանիշերը կարողանում են որոնել, բայց նոր չափորոշիչներով 1-2 օրվա ընթացքում արդեն կկարողանան քաղաքացիները ընտրել։ Կարող է կրկնվել, կարող է տարբեր լինել։ Բնականաբար, եթե կրկնվում է, արժեքը բարձրանում է։ Օրինակ, այո։ Այո։ Երկու տարբերակն հնարավոր է։ Այսինքն դառնան բիզնեսի օբյեկտ։ Պարոն Գևորգյան, գործնականում նման ես չեմ հանդիպել այդպիսի խնդրի, ճիշտն ասած։ Տեսականորեն ամեն ինչի վտանգը միշտ կարող է լինել, բայց գործնական հարթությունում այդպիսի մտահոգություն մենք չենք ունեցել, եթե անկեղծ լինեմ։ Եթե կարելի է այդ մասով զուտ այսպիսի բան է հնարավոր, ասենք ես ձեռք եմ բերել 8 միլիոն դրամանոց հաշվառման համարանիշ, դուք իմ մտերիմն եք, ինձ խնդրում եք, ես հրաժարվում այդ համարանիշերից, կարող է ինձ նաև ընկերաբար փող եք տալիս, ես հրաժարվում եմ, դուք գնում եք նորից 8 միլիոնով ձեռք եք բերում։ Հաշվառման քննական ստորաբաժանումներում այդ սահմանված գները անփոփոխ են, բնականաբար, բայց այդ ձևաչափը կարող է քաղաքացիների մեջ գործել։ Պատկերացրեցիք, չէ՞։ Եթե դա կարող ենք, եթե դա ձեր հարցի պատասխանն է, տենց։ Եվ ես նաև մի բան հավելեմ, տեսեք, եթե նույն համարանիշը չէ, բայց համանման կոմբինացիայով համարանիշը, եթե 8 միլիոն դրամ է սահմանված, բայց ձեր ասած օրինակում, չգիտեմ, սև շուկայում պետք է 10 միլիոնով ձեռք բերել, դա նաև ֆինանսապես ձեռնտու չէ։ Ասենք, եթե համանման կոմբինացիան կարելի է օրինական ճանապարհով գնալ եւ հաշվառման քննական ստորաբաժանումից գնել 8 միլիոն դրամով, ես այդ բիզնես տրամաբանությունը ուղղակի չեմ հասկանում, թե ինչու պետք է ինչ-որ մեկը այդ համանման համարանիշը ձեռք բերի 10 միլիոն դրամով կամ ավելի բարձր գնով։ Բիզնես տրամաբանությունը նա որ մեկը շուտ է ձեռք բերել մեկը, մեկը չկա, Չէ, եթե ինքը շատ է ցանկանում մեկը ձեռք բերել, դա գուցե այլ բան է։ Բայց ես ասում եմ համանման կոմբինացիայով եթե կարելի 8 միլիոնով ձեռք բերել, ինչու գնալ եւ ավելի բարձր գնով։ Մասնարարապես կարող է շահագործել սեփականատերը եւ մերձավոր ազգականը, չէ՞։ Այո, այո։ Ավարտենք։ Շնորհակալություն։